Բարև, քայլում ես անտառային արահետով։ Ծառերի արմատները տեղ-տեղ դուրս են եկել հողի տակից, ոտքերի տակ քարեր են ու փափուկ հող։ Կողքիդ նույնքան վստահ քայլում է քո ռոբոտը։ Ոչ թե կրկնում է նախորոք սահմանված շարժումները, սայթաքելով ամեն քարի ու արմատի վրա, այլ իրոք հասկանում է ինչպես է պետք քայլել։ Հենց սրան են հասել չինական P&D Botics ընկերության ինժեներները ներկայացնելով Adam անունով մարդանման ռոբոտին, ով արդեն այսօր քայլում է գրեթե մարդու նման ինտուիտիվ ու ադապտիվ։ Ի տարբերություն ռոբոտների մեծ մասի, ում շարժումները նախորոք սահմանված են ծրագրով, Adamն ինքնուրույն է սովորում քայլել, շնորհիվ ամրապնդման խորը ուսուցման ալգորիթմների։ Սա նշանակում է, որ ռոբոտը շարժումները յուրացնում է այնպես, ինչպես դա անում է երեխան, փորձերի, սխալների ու աստիճանաբար բարելավելու միջոցով։ Դա ռոբոտին տալիս է մեծագույն առավելություն։ Նա կարող է ընթացքում ադապտացվել նոր անկանխատեսելի պայմաններին, անհարթ մակերևույթ, սառույց, խճաքար, ռոբոտը վերլուծում է իրավիճակն ու ճշգրտում սեփական քայլվածքը իրական ժամանակում։ Այդ իսկ պատճառով փորձագետները Adam ռոբոտը համարում են կարևոր քայլ ավտոնոմ ռոբոտների զարգացման ճանապարհին։ Օրինակ Boston Dynamics-ի Atlas-ը մինչև հիմա օգտագործում է ավելի ավանդական մոդելներ ու պահանջում է միջավայրի ճշգրիտ կարգավորում։ Adamն իր հերթին իսկական ունիվերսալության ձգտելու արդյունք է։ Տեխնիկական առումով սա շատ տպավորիչ մեքենա է, այն ունի 1.6 մետր բարձրություն, կշռում է 60 կիլոգրամ, 25 ուժային հաղորդակ, մեծ մասը ոտքերում, շարժիչները տալիս են մինչև 360 նյուտոն մետր պտտող մոմենտ, ինչը գրեթե հավասար է էլեկտրական հեծանիվին, սակայն ռոբոտի դեպքում խոսքը յուրաքանչյուր հոդի մասին է։ 5 ազատության աստիճան ձեռքերում, 3-ը իրանում ու այս ամենը աշխատում է լիարժեք սինխրոնացված։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, թե ինչպես է P&D Botics-ի թիմը հաղթահարել ռոբոտատեխնիկայում ամենաբարդ խոչընդոտներից մեկը՝ սիմուլյացիայի ու իրական աշխարհի միջև խզումը։ Սովորաբար վիրտուալ միջավայրում հիանալի աշխատող ալգորիթմները տապալվում են իրական ռոբոտի հետ աշխատելիս։ Adamը բացառություն է։ Նրա վիրտուալ մանկությունը տվել է իրական պտուղներ ու հիմա նա բառացի ամուր կանգնած է ոտքերի վրա։ Սա ուղղակի տպավորիչ ինժեներական լուծում չէ։ Այլ կարևոր քայլ ռոբոտների նոր սերնդի ուղղությամբ, որոնք կարող են գործել մեր բարդ ու անկայուն աշխարհում։ Հնարավոր է շատ շուտով նման մեքենաները կսկսեն ուղեկցել մեզ ոչ միայն լաբորատորիաներում ու շոուրումերում, այլև իրական կյանքում որպես օգնականներ, փրկարարներ, հետազոտողներ։ Որքան շատ չիփսեր եք ուտում, այնքան վատ եք կողմնորոշվում տարածության մեջ։ Ոչ, սա այլաբանություն չէ, այլ գիտնականների եզրակացությունը։ Մասնավորապես ավստրալիացի գիտնականները ցույց են տվել, որ ֆաստ ֆուդն ու քաղցրավենիքը ազդում են ոչ միայն մարմնակազմի վրա, այլև բառացի հարվածում են ուղեղին, վատ թարացնելով հիշելու եւ տարածության մեջ կողմնորոշվելու մեր կարողությունները։ Սիդնեյի համալսարանի հետազոտողները անցկացրել են վիրտուալ իրականության կիրառմամբ իր տեսակի մեջ առաջին գիտափորձը, ողջելու համար, թե ինչպես է սնունդն ազդում կոգնիտիվ կարողությունների վրա։ Մասնակիցներին 18-ից 38 տարեկան երիտասարդների սուզել են վիրտուալ լաբիրինթոսում առաջարկելով կողմնորոշիչների թվում գտնել գանձերով սնդուկը, ապա այն հեռացրել են ու մասնակիցները պետք է հիշեին, որտեղ էր այն գտնվում։ Նման է համակարգչային խաղի, սակայն սա իրական գիտափորձ էր։ Առանցքային արդյունքը։ Մարդիկ ում սննդակարգում կա շատ շաքար ու ճարպեր, ավելի վատ էին հիշում, թե որտեղ էր գտնվում սնդուկը, անգամ եթե նրանք ունեին նորմալ քաշ ու լավ աշխատանքային հիշողություն։ Այսինքն ուղեղն արդեն տառապում է վատ սննդից մինչև այն կարտահայտվի ճարպակալման կամ դիաբետի տեսքով։ Ընդ որում դա ցրվածության սուբյեկտիվ դրսևորում չէ, որովհետև խախտումները շոշափել են հիպոկամպը, հիշողության ու կողմնորոշման համար ուղեղի գլխավոր կենտրոնը։ Հետազոտության հեղինակները բացատրում են, որ նախկինում նման էֆեկտներ արդեն արձանագրվել են կրծողների մոտ, սակայն դրանք առաջին անգամ հաստատվել են նաև մարդկանց մոտ։ Ու թեև հետազոտությունը ունեցել է սահմանափակումներ, մասնավորապես ոչ բոլոր մասնակիցներն են կարողացել անցնել վիրտուալ իրականության խնդիրը գլխապտույտի պատճառով, իսկ ուղեղի ուղիղ վիզուալիզացում չի իրականացվել, այդուհանդերձ կապը բավականին համոզիչ է։ Եզրակացություններն ակնհայտ են։ Առողջ սնունդը ոչ թե միայն քաշի կամ խոլեստերինի մակարդակի մասին է, այլ քաղաքում կողմնորոշվելու, բանալիների տեղը հիշելու ու մտածողության պարզության մասին է։ Առավել կարևոր է հիշել դա տարիքի հետ, երբ անգամ չնչին կոգնիտիվ շեղումները կարող են վերածվել իրական խնդիրների։ Այնպես որ հաջորդ անգամ եթե ընտրելու լինեք սնիկերսի ու խնձորի միջև, մտածեք որտեղ եք ուզում հայտնվել՝ քաղցրավենիքի խանութում, թե գանձերով լի սնդուկի առջև։ Ահռելի մարդկային քաղաքակրթությունից կենդանի է մնացել ընդամենը 50,000 մարդ։ Նրանց մոլորակները կործանվել են, տները այրվել, ընկերներն ու հարազատները սպանվել։ Նրանք սլանում են մութ տիեզերքով ողջ մնացած տիեզերանավերով, որոնց ղեկավարում է Գալակտիկա անունով հին ռազմական տիեզերանավը։ Նրանց հետապնդում են իրենց իսկ ստեղծած մեքենաները, բանական ու գիշատիչ։ Ու ոչ ոք չգիտի ում կարելի է հավատալ։ Թշնամին կարող է թաքնված լինել ընկերոջ դիմակի տակ, իսկ մարդը կարող է գլխի էլ չընկնել, որ ինքը մարդ չի։ Այս շաբաթ մենք պատմում ենք
խոսենք բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ սերիալներից մեկի Գալակտիկա աստեղային հածանավի մասին։ Սկզբում թվում է, թե գործ ունենք դասական տիեզերական օպերայի հետ, տիեզերանավերի ճակատամարտեր, ռոբոտներ, մարդկության փրկություն։ Սակայն շատ արագ է հասկանալի դառնում, որ սա շատ ավելին է։ Գալակտիկա աստեղային հածանավը պատմություն է վախի, հավատքի, դավաճանության, քաղաքականության, ինքնության ու քաոսում իմաստի որոնման մասին։ Սա սերիալ է, որում յուրաքանչյուր որոշում կյանքեր է արժենում, իսկ բարոյական պատասխաններ ամենից հաճախ ուղղակի գոյություն չունեն։ Մարդիկ այս աշխարհում կոմիքսի հերոսներ չեն։ Նրանք սխալվում են, վախենում, հանուն բարի նպատակի անում են սարսափելի բաներ, քաղցկեղից տառապող նախագահը ստիպված պետք է որոշի ով է ապրելու արժանի, որդուն կորցրած ծովակալը պետք է ղեկավարի նավատորմի մնացորդները, անզգուշաբար պաշտպանական համակարգերի մուտքը թշնամուն տրամադրած հանճարեղ գիտնականը զրուցում է իր գլխում ապրող անտեսանելի կնոջ հետ, փորձելով հասկանալ արդյոք արդեն խելագարվել է։ Իսկ խիզախ օդաչուկինը տիեզերքի ամենախորհրդավոր արարածներից մեկն է։ Սայլոնները մարդկության թշնամիները ուղղակի կարմիր աչքերով ռոբոտներ չեն։ Նրանցից որոշները ոչ միայն նման են մարդու, այլև իրենց զգում են մարդու նման ու մտածում են ինչպես մարդը։ Իսկ որոշները անգամ չգիտեն, որ իրենք մարդ չեն։ Որտեղ է մարդու ու մեքենայի միջև սահմանը։ Ինչն է քեզ անձ դարձնում ու հնարավոր է ներել այն, ինչ անհնար է մոռանալ։ Սերիալը բարձրացնում է հարցեր, որոնք հաճախ շրջանցում են այլ ֆիլմերում։ Կարող է ժողովրդավարությունը գոյատևել աղետի պայմաններում։ Ինչն է ավելի կարևոր՝ ազատությունը, թե անվտանգությունը։ Կարելի է պայքարել ահաբեկչության դեմ, ահաբեկիչ չդառնալով, ինչպես է հավատքն օգնում ու կործանում։ Վիզուալ առումով սերիալը ցնցում է ռեալիզմով, դրվագները նկարված են ձեռքի տեսախցիկով, տատանվող ֆոկուսով, կարծես ինքը տիեզերանավի մեջ ես, հերոսների կողքին։ Երաժշտությունը էթնիկի, մինիմալիզմի ու հարվածայինների խառնուրդ, շեշտում է յուրաքանչյուր էմոցիա։ Ավելին, այստեղ կան նաև հայկական մոտիվներ, որովհետև կոմպոզիտորը Բեար Մաքրինին մայրական կողմից հայկական ծագում ուներ։ Այստեղ չկան պաթոսային ելույթներ, միայն մարդիկ, փոշի, քրտինք, արյուն, կորուստներ ու հույս։ Գալակտիկա աստեղային հածանավը գիտական ֆանտաստիկա է, որը սպիեր է թողնում։ Այս սերիալից հետո այլ կերպ ես նայում աշխարհին, պատերազմին, իշխանությանը, հավատքին։ Սա սերիալ չէ, որն ուղղակի նայում ես։ Սա սերիալ է, որը վերապրում ես։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։